Փոթորիկը երկու զոհի պատճառ շատերը մնացել են առանց տների։ Իլինոյսում բնությունը հերթական անգամ ցույց տվեց, թե որքան արագ կարող է փոխել ամեն ինչ։ Տակդիրների մեկ տուփից մինչև 1 տարեկան երեխայի մամ Միսիսիպիում մարդիկ պահանջում են պատասխաններ։ Տեսախցիկների կադրերը դարձել են ամենասպասված ապացույցը։ Հրադադարի խոստումներ, միջուկային վերահսկողություն եւ նոր բանակցությունների ճանապարհային քարտեզ։ Շվեյցարիայում կողմերը փորձում են բացել խաղաղության դուռը առանց փակելու տարաձայնությունների պատուհանը։ Լիբանանում հրադադարի մասին խոսակցություններ կան, բայց Իսրայելը հայտարարում է, ձեռքերը կապված չեն։ Անվտանգության գոտին շարունակում է մնալ ոչ միայն քարտեզի, այլև քաղաքականության կենտրոնում։ ՀԴԲ-ի խուզարկություններից ամիսներ անց Լոս Անջելեսի դպրոցական շրջանի ղեկավարը հեռանում է պաշտոնից։ Արհեստական բանականության չաթբոտի նախագիծը կարող է պատմության մեջ մտնել որպես ծրագիր, որը խլեց իր հեղինակի պաշտոնը։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն մեզ մշտապես աջակցելու համար։ Իսկ եթե առաջին անգամ եք դիտում, ապա բաժանորդագրվեք ալիքին։ Պոյլ Հեյթսում այրվող պահեստի հրդեհից 5 օր անց շրջակա տարածքներում օդի որակը շարունակում է մնալ առողջության համար վտանգավոր։ Լոս Անջելեսի շրջանի հանրային առողջության պաշտոնյաները խորհուրդ են տալիս բնակիչներին հնարավորինս մնալ տանը, իսկ առողջական խնդիրներ ունեցողներին անհրաժեշտության դեպքում նույնիսկ ժամանակավորապես հեռանալ Լոս Անջելեսի ավազանից։ Մասնագետների խոսքով հրդեհից առաջացած ծուխը օդում տարածում է մանր մասնիկներ, որոնք վտանգավոր են սրտի եւ թոքերի հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Բնակիչներին խորհուրդ է տրվում սահմանափակել ցանկացած բացօթյա գործունեություն, իսկ անհրաժեշտության դեպքում դուրս գալ կրելով N95 տեսակի պաշտպանիչ դիմակ։ Նահանգապետ Գևին Նյուսոմի արտակարգ դրություն հայտարարելուց հետո քաղաքային եւ շրջանային իշխանությունները Սիթի Թերաս պարկում բացել են ծխից պաշտպանվելու հատուկ կենտրոն։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը նույնպես արտակարգ դրություն է հայտարարել։ Մասնավոր սառնարանային պահեստում բռնկված հրդեհը սկսվել է չորեքշաբթի։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավար Ջեյմի Մուրը հայտնել է, որ հրդեհի վտանգավոր քիմիական նյութերին առնչվող հատվածը հիմնականում վերահսկվել է, սակայն այժմ մասնագետները բախվել են կենսաբանական վտանգների հետ։ Նրա խոսքով պահեստի ներսում կա շուրջ 85 միլիոն ֆուտ սառեցված սննդամթերք, իսկ շենքի կառուցվածքն ու զրոյական տեսանելիությունը խիստ դժվարացնում են հրշեջների աշխատանքը։ Իլինոյսի հարավային հատվածում գտնվող Ջեֆերսոն շրջանում տորնադոյի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների տվյալներով զոհերը գտնվել են առանձին բնակարաններում, որոնք ամբողջությամբ ավերվել են փոթորիկի ընթացքում։ Եվս 5 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տորնադոն հարվածել է Ջեֆերսոն շրջանի հյուսիս-արևելյան հատվածին։ Առնվազն 3 տուն ամբողջությամբ ավերվել է, իսկ բազմաթիվ ծառերի տապալման հետևանքով փակվել են մի քանի ճանապարհներ։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը դեռ չի հրապարակել տորնադոների ուժգնության գնահատականը, սակայն առնվազն 1 տորնադո պաշտոնապես բնութագրվել է որպես ծայրահեղ վտանգավոր։ Միսիսիպիի Սենատոբիա քաղաքում հունիսի 14-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպը լուրջ բողոքի ալիք է բարձրացրել։ Ոստիկանների կրակոցների հետևանքով զոհվել է 1 տարեկան Կոհեն Ուայլին, որը մեքենայում էր իր մոր եւ 1 այլ կնոջ հետ։ Ըստ իրավապահների ոստիկանները ժամանել էին Walmart խանութ ենթադրյալ գողության մասին ահազանգից հետո։ Երեխայի մայրը պնդում է, որ խոսքը միայն տակդիրների 1 տուփի մասին էր, որն ըստ նրա արդեն վճարված էր։ Ոստիկանության նախնական վարկածի համաձայն, երբ սպաները մոտեցել են, կանայք եւ երեխան նստել է մեքենան ու փորձել հեռանալ։ Քննիչների խոսքով մեքենան շարժվել է ոստիկանների ուղղությամբ եւ գրեթե հարվածել սպաներից մեկին, ինչից հետո ոստիկաններից մեկը կրակ է բացել։ Սակայն ընտանիքը վիճարկում է այդ պնդումը։ Նրանց փաստաբան քաղաքացիական իրավունքների պաշտպան Բեն Քրամփը պահանջում է հրապարակել ոստիկանների համազգեստի տեսախցիկների, ծառայողական մեքենաների եւ Walmart-ի անվտանգության տեսախցիկների բոլոր տեսագրությունները։ Ընտանիքի համոզմամբ հենց այդ տեսագրությունները կարող են ցույց տալ, թե արդյոք ոստիկաններն իսկապես անմիջական վտանգի տակ էին, թե ոչ։
Հականատեսներից մեկը հրապարակել է տեսագրություն, որի անկյունն այնպիսին է, որ չի բացատրում դեպքի բոլոր մանրամասները։ Փաստաբանը նշել է, որ եթե իրավապահների ներկայացրած տարբերակը ճիշտ է, ապա տեսագրությունները պետք է անհապաղ հրապարակվեն։ Ընտանիքը նաև պատվիրել է անկախ դիահերձում։ Փաստաբանի խոսքով գնդակի մուտքի անկյունը կարող է կարևոր պատասխան տալ։ Ոստիկանն արդյոք կրակել է մեքենայի դիմացից, ինչը կարող էր վկայել վտանգի մասին, թե մեքենայի կողքից, ինչը կարող է կասկածի տակ դնել պաշտոնական վարկածը։ Միսիսիպիի քննչական բյուրոն շարունակում է հետաքննությունը, սակայն առայժմ չի հայտնել, թե ինչ տեսագրություններ կան իրենց տրամադրության տակ եւ արդյոք դրանք կհրապարակվեն։ Կոհենի մահը կրկին բորբոքել է Սենատոբիայում ոստիկանության եւ սևամորթ բնակիչների հարաբերությունների շուրջ երկար տարիների լարվածությունը։ Դեպքից հետո Վալմարտի մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որը զսպվում է արցունքաբեր գազով։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Շվեյցարիայում կայացած բանակցություններից հետո ճեպազրույց է ունեցել։ Նա նշել է, որ հաջողվել է մի քանի կարևոր հիմքեր ստեղծել Իրանի հետ հնարավոր վերջնական համաձայնության համար։ Նրա խոսքով առաջին ձեռքբերումը Հորմուզի նեղուցի անվտանգ գործունեության ապահովման եւ ապաշրջափակման համար համակարգման մեխանիզմի ստեղծումն է, որպեսզի ապագա լարվածությունները չվերածվեն լայնամասշտաբ էսկալացիայի։ Երկրորդ կարևոր քայլը, ըստ Վենսի, տարածաշրջանային հրադադարի համար առանձին համակարգման մեխանիզմի ձևավորումն է։ Նա նշել է, որ նույնիսկ եթե առանձին միջադեպեր շարունակվեն, այժմ կողմերը կունենան հաղորդակցության ուղիներ լուրջ հակամարտությունը կանխելու համար։ Փոխնախագահը նաև հայտարարել է, որ Իրանը համաձայնել է կրկին ընդունել միջուկային էներգիայի միջազգային գործակալության ՄԱԳԱՏԵ-ի տեսուչներին։ Նրա խոսքով սա ամերիկյան կողմի համար մեծ ձեռքբերում է եւ առաջին քայլը Իրանի միջուկային ծրագրի վերջնական դադարեցման ուղղությամբ։ Վենսն ասել է, որ Իրանի, Քաթարի, Պակիստանի եւ Միացյալ Նահանգների տեխնիկական խմբերը շարունակելու են բանակցություններն առաջիկա շաբաթներին քաղաքական վերահսկողության ներքո։ Անդրադառնալով տեղեկություններին, թե իրանական կողմը սպառնացել էր լքել բանակցությունները, Վենսը նշել է, որ թեև նման հայտարարություններ կային, բանակցությունները շարունակվել են մինչև ուշ գիշեր եւ իրանական տեխնիկական պատվիրակությունը շարունակում է մնալ Շվեյցարիայում։ Խոսելով Լիբանանի իրավիճակի մասին, փոխնախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է տարածաշրջանային հրադադար, Հեզբոլլահի կողմից Իսրայելի ուղղությամբ հարձակումների դադարեցում եւ մեխանիզմների ստեղծում, որոնք թույլ կտան կանխել իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը։ Վենսը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է պաշտպանել եւ Իսրայելի անվտանգությունը եւ Լիբանանի ինքնիշխանությունը։ Նա ընդգծել է, որ Իսրայելը հայտարարել է հարավային Լիբանանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի, իսկ կայուն լուծումը կպահանջի համագործակցություն լիբանանյան բանակի եւ Իրանի կողմից Հեզբոլլահի գործողությունների զսպման ուղղությամբ։ Վերջում նա անդրադարձել է Իրանի սառեցված ակտիվների թեմային, նշելով, որ եթե ապագայում այդ միջոցների մի մասը ապասառեցվի, ապա նախատեսվում է ստեղծել վերահսկման մեխանիզմ, որպեսզի գումարները չուղղվեն ահաբեկչության ֆինանսավորմանը, այլ օգտագործվեն իրանցի ժողովրդի կարիքների համար, այդ թվում ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնման միջոցով։ Մինչ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Շվեյցարիայում վստահեցնում էր, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրի, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է վերսկսել պատերազմը։ Սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում գործող իր դաշնակիցներին, որոնք ըստ նրա խնդիրներ են ստեղծում։ Շվեյցարիայում կայացած բանակցություններն անցկացվել են փոխըմբռնման հուշագրի շրջանակում, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացում եւ ռազմական գործողությունների դադարեցում, այդ թվում Լիբանանում։ Սակայն Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը, պնդելով, որ Վաշինգտոնը չի կատարել Լիբանանում մարտերը դադարեցնելու իր պարտավորությունները։ Իրանը նաև նշել է, որ բանակցությունները չեն անդրադառնալու իր միջուկային ծրագրի հիմնական հարցերին։ Ջեյ Դի Վենսը նվազեցրել է Լիբանանում ընթացող իրադարձությունների սուր ընթացքը, ասելով, որ ռազմական գործողությունների ավարտի ուղղությամբ առաջընթաց կա, թեև որոշ տարաձայնություններ դեռևս պահպանվում են։ Մինչդեռ Իրանի բանակցային պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ Լիբանանի հարցը քննարկումների ընթացքում ավելի մեծ ուշադրության է արժանացել, քան որևէ այլ թեմա։ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմն էլ հայտարարել է, որ Իսրայելը չի մնա Լիբանանում եւ զգուշացրել, որ շարժումը կարձագանքի իսրայելական կողմից ցանկացած խախտման։ 2 օր շարունակվող ինտենսիվ փոխհրաձգությունից հետո Լիբանանում իրավիճակը զգալիորեն հանդարտվել է, իսկ բնակիչները հույս են հայտնել, որ պատերազմը կավարտվի եւ իրենք կկարողանան վերադառնալ իրենց տներ եւ աշխատանք։ Իսրայելի կառավարության խոսնակ Դավիթ Մանսերը հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է պահպանել գործողությունների լիակատար ազատությունը հարավային Լիբանանում, կանխելու ցանկացած անմիջական կամ առաջացող սպառնալիք իր զինվորների եւ հյուսիսային Իսրայելի բնակիչների նկատմամբ։
Նրա խոսքով Հեզբոլլահի հարձակումների հետևանքով 100,000-ավոր իսրայելցիներ չեն կարողանում բնականon կյանք վարել, երեխաները հաճախ չեն կարողանում դպրոց գնալ, իսկ բնակիչները վայրկյանների ընթացքում ստիպված են ապաստարաններ փնտրել հրթիռային եւ անօդաչուների հարձակումների ժամանակ։ Մենսերը նշել է, որ Իսրայելը կմնա հարավային Լիբանանում ստեղծված անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Նրա խոսքով ցանկացած պետություն նման իրավիճակում կձեռնարկեր նույն քայլերը։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների Իրան բանակցություններին, Մենսերն ասել է, որ Իսրայելը մասնակից չէ, սակայն վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին համակարծիք են մի հարցում. Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարճ հայտարարությամբ կրկնել է խոսնակի հայտարարությունները, ամրապնդելով Իսրայելի դիրքորոշումը։ Նա նույնպես նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը որևէ սահմանափակում չունի եւ ինքը, ինչպես նաեւ ամբողջ ժողովուրդը լիովին աջակցում են զինվորականներին։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին եւ հատուկ շնորհակալություն մեր գլխավոր գործընկերոջը Vivaldi Catering-ին։ Եթե ձեր առաջիկա միջոցառումը կազմակերպեք ու վստահեք Vivaldi Catering-ին, պատվերների ընթացքում անպայման նշեք, որ նրանց մասին տեղեկացել եք Armedia-ի միջոցով, այսինքն մեր, ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Ձեր տոնական օրերը վստահեք փորձառու թիմի եւ պարզապես վայելեք յուրաքանչյուր անմոռանալի պահը։ Եվ իհարկե անկեղծ շնորհակալությունները մեր ուղղենք մեր վստահելի գործընկերներին, Inter United ֆուտբոլային ակադեմիային, Cosmopolis ռեստորանին, Կոզանյան Meat and Liquor, Կոզանյան Family Market-ներին եւ Keris Moms Bakery-ին։ Շնորհակալ ենք ձեր շարունակական աջակցության, վստահության եւ մեզ հետ կողք կողքի այս ճանապարհը անցնելու համար։ Շարունակենք լուրերը ու գանք Լոս Անջելես։ Ամառային ճանապարհորդությունների եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված ուղևորությունների աճին զուգահեռ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում LAX-ում անվտանգության ստուգումները շուտով կդառնան ավելի պարզ եւ արագ։ Տրանսպորտային անվտանգության վարչությունը TSA-ի ներդրում է շուրջ $781 միլիոն արժողությամբ նոր սկանավորման համակարգ, որը կստեղծի ուղեբեռի եռաչափ պատկերներ։ Նոր սարքավորումները թույլ կտան անվտանգության աշխատակիցներին թվային եղանակով պտտել եւ խոշորացնել պայուսակների պարունակությունը։ Այս փոփոխության շնորհիվ ուղևորներն այլևս ստիպված չեն լինի ձեռքի ուղեբեռից հանել նոթբուքերը, պլանշետները եւ այլ թույլատրելի հեղուկներ։ Սակայն նոր համակարգը նաեւ նշանակում է, որ ձեռքի ուղեբեռի նկատմամբ վերահսկողությունը կդառնա ավելի խիստ։ Նոր ծրագիրը TSA-ի լայնածավալ նախաձեռնության մի մասն է, որի նպատակն է ծանրաբեռնված օդանավակայաններում ապահովել ավելի արագ եւ հարմարավետ անվտանգության ստուգումներ։ Լոս Անջելեսի Միացյալ դպրոցական շրջանի ղեկավար Ալբերտո Կարվալյոն հրաժարական է ներկայացրել։ Մի քանի ամիս առաջ ՀԴԲ-ն խուզարկություններ էր իրականացրել նրա տանը եւ աշխատասենյակում։ Հետաքննությունը կապված է դպրոցական պայմանագրերի եւ արհեստական բանականությամբ աշխատող Ed Chatbot-ի նախագծի հետ, որը նախատեսված էր օգնելու ընտանիքներին կողմնորոշվել կրթական ծառայությունների հարցերում, սակայն դադարեցվել էր նախագիծը մշակած ընկերության փլուզումից հետո։ Հրաժարականի նամակում Կարվալյոն նշել է, որ մեծ պատիվ է եղել ծառայել աշակերտներին, ընտանիքներին եւ ուսուցիչներին։ Նա ասել է, որ հեռանում է, որպեսզի դպրոցները կարողանան կենտրոնանալ ուսուցման վրա, առանց հավելյալ շեղումների։ Դաշնային իշխանությունները մինչ այժմ որևէ քրեական մեղադրանք չեն ներկայացրել։ Կարվալյոն բազմիցս հերքել է իրավախախտումներ կատարելու մեղադրանքները։ Նա Լոս Անջելես էր տեղափոխվել 2022 թվականին, նախորդ 14 տարիների ընթացքում ղեկավարելով Miami-Dade շրջանի դպրոցները։ Ամազոնի այս տարվա Prime Day, որն առաջին անգամ վերածվել է քառօրյա գնումների մարաթոնի, դիտարկվում է որպես ամերիկացի սպառողների ֆինանսական հնարավորությունների կարևոր փորձություն։ Բարձր գնաճի պայմաններում մասնագետներն ասում են, որ կարևոր է ոչ միայն այն, թե որքան կծախսեն ամերիկացիները, այլ նաև ինչի վրա կծախսեն իրենց գումարը։ Այս տարի Ամազոնը հիմնական շեշտը դրել է մթերքների, կենցաղային ապրանքների, ճանապարհորդությունների եւ դպրոցական պարագաների զեղչերի վրա, հեռու մնալով թանկարժեք եւ զվարճանքի համար նախատեսված գնումներից։ Փոքր բիզնեսների վարկավորման ոլորտի ղեկավարներից մեկը նշել է, որ շատ ընտանիքներ այսօր պարզապես չունեն ավելորդ գումար եւ սպասում են Prime Day-ի զեղչերին առօրյա անհրաժեշտ իրեր, անգամ զուգարանի թուղթ եւ աղբի տոպրակներ ավելի մատչելի գնով գնելու համար։ Prime Day-ը մեկնարկում է երեքշաբթի եւ այս տարի հուլիսից տեղափոխվել է հունիս Միացյալ Նահանգների 250-ամյակի միջոցառումների հետ մրցակցությունից խուսափելու նպատակով։ Ամազոնի մրցակից Walmart-ը եւ Target-ը եւս սկսել են սեփական խոշոր զեղչային արշավները, ավելի սրելով գնային մրցակցությունը։ Եվ օրվա վերջին լուրը Չինաստանը մի շարք ամերիկյան կազմակերպություններ է ներառել իր արտահանման վերահսկողության ցուցակում, մեղադրելով Միացյալ Նահանգների բանակի հետ կապեր ունենալու մեջ։ Ցուցակում ընդգրկված ընկերությունների նկատմամբ դադարեցնում է Չինաստանից երկակի նշանակության արտադրանքի արտահանումը։ Սահմանափակումների տակ են հայտնվել 10 ընկերություն։ Այս քայլը Պեկինի պատասխանն է Վաշինգտոնի որոշմանը, որը նախորդ ամիս սահմանափակումներ էր կիրառել մի շարք չինական ընկերությունների նկատմամբ։
Չինաստանի իշխանությունները նշել են, որ նպատակը պաշտպանելն է ազգային անվտանգությունն ու շահերը։ Նոր սահմանափակումները փաստացի ամբողջությամբ արգելում են երկակի նշանակության արտադրանքի արտահանումը նշված ընկերություններին եւ խստացնում են նախկին կանոնները, որոնք պահանջում էին միայն արտահանման լիցենզիա։ Պենտագոնն ավելի վաղ հրապարակել էր նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների ցուցակը, որոնք ըստ Միացյալ Նահանգների աջակցում են Չինաստանի բանակին։ Այդ ցանկն այս ամիս ընդլայնվել է, ներառելով տեխնոլոգիական հսկաներ Alibaba-ն եւ Baidu-ն, ինչպես նաև ավտոարտադրող BYD-ն եւ NIO-ն։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։